գխնդրենք ու Սուրբ Հոգիիդ միջոցով ամեն մեկուս յուրաքանչյուրիս խոսիս մեր սրտերուն, քաչալերես մեզ, հորդորես մեզ, ավելի քեզի մոտենանք, ավելի քեզի վստահենք եւ գխնդրենք որ Սուրբ Հոգին իր կորձն է մեզ ավելի քեզ մոտեցնելու եւ ով դեր քո խոսքդ գիտենք բարապ բիդի չերտա եւ ինձի օգնե գարավարե իմ շրտներս, իմ խորհուրդներս հստակ ու հասկանալի գերբով միան քո խոսքդ, միան քո գամքիդ համացան ճշմարտությունները խոսվի, որբեսի բոլորը սնուցանվինք հոգևորաբես եւ միան տուն փառավորվիս Հիսուսի անունով։ Ամեն։ Կրնակ նստի։ Մի վախնար։ Վախը հիմնական զգացումն է, որ Աստված մեր մեջ դրած է, an emotion։ Եվ վախը մեջտեղ գուկա, հարաճ գուկա, բահելու անցը գուներան երբ գտեսնե վտանգ կամ վնաս, ըլա ֆիզիկական, ըլա հոգեգան։ Եվ երբեմն գրնա այս վախը իրական վախ բաճարմը լա եւ կամ թե երևակայած վախ մը գրնալալ, երևակայած պամը, անպայման չէ որ ինքնաշարժ մեքենամը կամ զենք մը գատիմացը կամ ոչ, բայց երևակայության ալ վախեր կան։ Ուրեմն այս ֆիզիկական եւ կամ զգացական պատասխանը response as վախը ֆիզիկական եւ կամ հոգեգան կամ մտային պատասխան է արգածի եւ կամ վնաս փանիմը որ մեզի գուկա որբեսի թենթնե վախը եւ կամ ինչ որ վնաս գրնա ըլալ ասի as վախը սկացումը դիզայն է մեր մեջը տրված է թրագան բաճարով, որբեսի մեզի օգնե մեր անձերուն համար, որ մենք այս վախը ունենալով մենք մեզ բահենք վնասները եւ վտանգները։ Վախը երկու գողմանե է, երկու տեսակ է, թրագանը գա եւ ժխտագանը գա, լավը գա, առողջը գա եւ վատը գա, վնասը գա։ Առողջը, այսինքն, երբ մենք գվախնանք փանդ երթալե, այդ վախը մեզ գբահե ոջիր ընել է, անորեն պաներ ընել է, որովհետև մենք գվախնանք արգած մեքենայով ակսիդենտ ունենալ է, կամ տիկետ գրել է, ուրեմն մենք օրինավոր գքշենք, որ մենք վնասի, վտանգի, ակսիդենտի, կամ պոլիսը մեզի չգեցնե, որովհետև մենք վախ ունենք, որ մենք մեզ լավ բահենք, լավ անուն ունենանք մարդկանց մեջ, մեր ընտանիքի անունը բարձր բահենք, մենք մեր վարկու պարկը, մեր մշակույթի մեջ, մեր քաղուտի մեջ գշրելով գնենք, առանց մտածելու չենք գներ, որբեսի լավ անուն ունենանք եւ մեր ընտանիքին անունը վեր բահենք։ Եվ մարդոց հետ արդարությամբ կվարվենք անոր համար։ Եվ ամենակարևորը վախը, Աստծո վախը ունենալ, որ լավ բան է, թրագան բան է, որ հիմն է մնացած մույս առողջ հարաբերություններու եւ առողջ վախ ունենալու։ Այսօր գողքին ժխտական վախն ալգա, գիտես, վնասագար վախը գա, վատ վախը գա, որ շատ անգամ իրական կամ անդրամապանական վախ է, երևակայած վախ է, որ շատ անգամ մեզ գարաշնորդ է փարգություն ունենալու, գասկածներ մեր անձերուն վրա գասկածներ ունենալու, մեզի depression-ի գդանի, anxiety գդանի, սարսափի գդանի, հուսախապության մեզի գրնադանիլ։ Եվ այս տեսակ վախ բաճար է շատ անգամ, եւ որ մեկը
անագնգալ trauma, մեծ արգացմը, վնասվածքը գունենա, օթոյի ակսիդանտ գունենա, մեծ հիվանդություն գունենա, մեծ գորուստ գունենա իր ընտանիքի մեջ, կամ թերևս գմերժվի, ասենք թե եթե պիտի ամուսնանա, գսիրե մեկումը եւ աղջիկը կամ դղան իրեն գմերժեն եւ իրեն ծանր գուկա, կամ կորզի գտիմե, համալսարան գտիմե, Ամերիկա քալու գտիմե եւ գմերժվի եւ անիկա գրնա իրեն մեծ վնաս հասցնե եւ ուրեմն այս բաժար գրնա ալալ, բայց անոր գողքին նաեւ անորոշությունը աբակայի գրնա աս դեսակ վախ ժխտական անառողջ վախ բերել մարդուն, որովհետև վախը ինչ պիտի լա արդյոք պիտի հաճողիմ, արդյոք պիտի ունենամ, արդյոք պիտի գրնամ վճարել եւ այլն, հիվանդության պատճառ, արդյոք իմ ամուսինս, իմ զավակս, իմ դղաս, իմ աղջիկս, իմ մայրս պիտի բժշկվի, լավ պիտի լա, այս բոլորը եւ կամ երբեմն երևակայական բաներով եթե այսպես ըլլա, ինձի ինչ պիտի ըլլա, կամ եթե այս բանը ինձի բադահի երևակայական, շատ անգամ նաև այս տեսակ վախեր առաջ կուքան մեր, ասենք, հոգնութենեն, մարմինի և մտքի հոգնութենեն, անառողջ գաբրինք, պետք եղած ժամը չենք տար հանգստանալու, քնանալու և այլն, թերևս հիվանդության պատճառ գրնալալ, թեղերը գաստեն աստեսակ սկացումներ, զանազան թեղեր իրենք իրենց վնասներ ունին, մենք բոլորս գիտենք անիկա։ Մեկ խոսքով, այս ժխտական վախը, այս անառողջ վախը բաժարներ ունի շատ, ըլա անցյալե բադահացպանմը, ըլա աբակայի անորոշություն և կամ թերևս երևակայական մտածմունքներու բաժար գլա եւ ասիկա մեզ գտանի anxiety, depression-ի եւ սարսափի եւ այլն։ Աս երևակայական կամ անդրամապանական մտածմունքները խեղդաթուրված կամ իրականությունը խեղդաթուրված կամ սխալ մտածելակերպ գրնալալ։ Աստծո բադվերին եւ կամ անընդհատ բադվերներուն մեկ հատը շատ բադվերներ ունի, բայց շատ կարևորներեն մեկը, որ Աստծո խոսքը նորեն ու նորեն գսե մեզի, ըսելով ինչ մի վախնար։ Եվ որ Աստծո խոսքը գսե մեզի մի վախնար, չսեր որ այդ առողջ թրական վախը չունենանք, ոչ, հապա անառողջ վախը չունենալ, անառողջ վախը, որ մեզի պիտի դանի panic-ի, anxiety, սարսափի, հուսախաբության եւ այլն։ Այս տեսակ վախ չուզեր որ Աստված դուն եւ ես ունենանք։ Եվ չուզեր որ անդրամապանական վախ ունենանք։ Այս հատվածը, որ գարտացի Եսայի մարգարեության մեջ, ընդհանուր առմամբ այս հատվածը գրված է Իսրայելի ժողովրդին, բայց այս մի վախնարը մեզի համար է, ինչու կսեմ, որովհետև միան հոս գրված չէ մի վախնար, հապա 5 դագարանի, նոր դագարանի մեջ, զանազան դեղեր Աստված քեզի եւ ինձի նորեն ու նորեն գհիշեցնե ու գբադվիրե ասելով մի վախնար եւ հաջող այս համարները, այս բադվերը, որ Աստված մարդուն խոսած է Աստվածաշունչի մեջ, եղած է այն ադեն, որ անորոշություն կա։ Աստված բադվեր գուտա մարդոց անցերու կամ խումբի, երբ թերևս աբակային բادرազմ կա, կամ բادرազմի սեմին վրա են, եւ կամ նեղություն կա, եւ կամ թերևս զանազան փորձություններու գահանտիբի մեկը, օրինակ, Հեսվա մեկինը գիտենք այս պատմությունը, երբ որ Մոսես մերավ, հետո Հեսու ցերկ արավ
ժողովուրդը առաջնորդել, Աստված իրեն եկավ, որովհետև հիմա Հեսու մարգարեն երդասարդ ինչ պիտի լինի այս ժողովրդին, ինչպես պիտի առաջնորդե իր ժողովուրդը, ինչպես ինքը Մովսեսի գոշիկներու մեջ պիտի մտնե եւ ինչ որ Մովսեսը ինք պիտի դնե, ինքը լավ չսկար որ ինք այդ կարողությունը ունի, բայց Աստված ինչ կսե իրեն, ահա քեզի կբադվիրեմ, զորացիր ու կաչասիր եղիր, մի վախնար ու մի զարհուրիր, քանզի քու ամեն երթալու դեղերդ քու դեր Աստվածդ քեզի հետ է։ Եսայի մարգարեության 41-րդ գլխուն 41:10 գսե նորեն մի վախնար, քանզի ես քեզի հետ եմ, մի զարհուրիր, վասնզի ես քու Աստված եմ, քեզի պիտի զորացնեմ ու քեզի օգնություն պիտի անեմ ու իմ արդարությանս աչովը քեզ պիտի բռնեմ։ Նոր գդագարանի մեջ Բողոս Արաքյալ երդասարդ հովիվին գքաչալերը գսե այո թեև տուն երդասարդ ես գսե բայց չլա որ քու մանկությունը մեկը անարգե եւ հանոր հագարակ ինչ կսե չլա որ վախնաս ինչու առաջին գլխու մեջ 7-րդ համար 2-րդ Դիմոթեոս կսե վասնզի Աստված մեզի երջոդության կամ վախի հոգի չդվավ հաբա զորության ու սիրո եւ սկաստության Աստված նորեն ու նորեն գբադվիրե քեզի եւ ինձի, որ մենք անառողջ վախ չունենանք։ Ինչու՞, ինչ է պատճառը։ Այո, Աստծո խոսքին հակառակ է, բայց ինչու՞։ Որովհետեւ վնաս պիտի բերե ինձի։ Վնաս կբերե իմ հոգեգանիս իմ մտայնությանս, իմ մարմինիս վնաս պիտի բերե։ Միան մտքի հարց չէ, հոգեգան հարց չէ, մենք գիտենք իբր մարդ, աս երեքը իրարու կապված է, մեկը մշտին գաստ է։ Եվ ուրեմն մի վախնար, ինչու։ Իմ անձիս վնաս է, իմ մարմինիս վնաս է, միան ինձի վնաս է գխորիս, իմ 4 կողմիներուս վնաս է։ Եվ որ ես վախ ունի մի մեջս, իմ 4 կողմս, իմ ընտանիքս, իմ զավակներս, իմ ուղագիցս, իմ եկեղեցիս, այդ աստեցությունը պիտի ունենա, վնաս է ինձի մարմնով, բոլոր ամբողջությանս եւ իմ 4 կողմիներուս, ով որ ինձ հետ շփում ունի, իրեն վնաս պիտի կա։ Եվ անոր համար Աստված գսե՝ մի վախնար, որով օգտակար չէ։ Բայց ավելի կարևոր պատճառ կա, թե ինչու Աստված գսե մի վախնար։ Ոչ թե որ միան վնաս է, այո վնաս է, բայց հիմնական կարևոր երկու կետեր կան, որ Աստված ինչու գսե մի վախնար։ Եվ առաջինը այս է, եթե փանաս նորեն մեր առաջին հատվածը, որ գարտացի Եսայի մարգարեն, այսպես կսե Եսայի 45, առաջին ներողություն 43, առաջին համարեն, եւ հիմա ով Հակոբ, ինչ կսե Քեզ ստեղծողը ու ով Իսրայել քեզ ցևագերբող դերը այսպես կսե մի վախնար։ Ինչ է առաջին պատճառը, որ Աստված գսե որ մի վախնար։ Ինք մեզ շինեց, ինք մեզ ստեղծեց, ինք մեզ ցևագերբեց եւ այս մարմինը մարմնի ամեն մեկ անդամ դեսանելի եւ կամ անդեսանելի մանավանդ ներսը ամեն մեկը ինք իր դեղը տրած է մեր առողջության համար, մեր լավության համար։ Սխալ բան չէ ըրած Աստված։ Ճիշտ հաշիվով ամեն մեկ մարմնի անդամ, ամեն մեկ բջիջ, միտքը, ուղեղը, չիղերը, ամեն ինչ ինք դեղը տրած է եւ քովի բերած է մեր լավության համար, մեր ապահովության համար, մեր հանգստության համար։ Սամոս քիրքի մեջ բոլորս ակիդենք աս հատվածը, չէ։ Վասնզի թուն
ստեղծեցիր իմ երիգամուկները Սամոս 139 ու իմ մորս որովայնի մեջ թուն զիս ծածկեցիր գկոհանամ քեզ մե որ ահավոր ու զարմանալի գերբով ստեղծվեցա քու կորձերը զարմանալի են ու իմանցս աղեքի դե ին կոյությունս չծածկվեցավ քեզ մե երբ կալ դուք դեղը շինվեցա եգրի խորություններու մեջ ջարդարությամբ գազմվեցա ջարդարությամբ քու աչքերդ իմ անգադար գազմվածքս տեսան ու անդամներուս բոլորը քու քիրքիդ մեջ քրված էին որոնք ժամանակին պիտի գազմվեին երբ թեր անոնց մեկը չգար ամեն մի անդամ ինքիդեր եւ քովի փերավ ամենը միասին քու եւ իմ լավության համար Եսայի 44 գսե այսպես գսե դերը քու բրգիչը ու քու արքանթի մեջ ու ներողություն ու քեզ արքանթի մեջ ստեղծողը ես եմ դերը ով որ ամեն բաները ըրի երկինքը միան ես տարածեցի ու երգիրը իմ գարողությունովս հաստատեցի քեզ ստեղծողը մի վախնար գսե Հիմա այս ինչ կնշանակի գիտես մենք արգածով ու մեջտեղ չգանք բադահմամ չէր մեր քոյությունը նպատակով էր եւ Աստված մդատրությամբ եւ մդարությամբ մեզ շինեց գատարյալ գերբով ինչի համար գիտես իր նպատակին համար իր նպատակին համար ուրեմն անոր համար մեր սեփականությունը իր ցերկն է ինք իրավունք ունի մեր սեփականությունը եթե ցուն մարդ ես եթե ցերկով շինել փամը գսիրես եւ գսիրես շինելը լավ նայ անինչ որ ցուն գշինես թեև դոլարով արժեքը չնչին է եւ դուրսը ուրիշ ավելի արժեքավոր բամը աս քու շինածդ քեզի համար ավելի արժեք ունի ինձի համար այդպես է երևը գայ որ Աստված քեզ եւ ինձ շինեց ուրեմն անոր համար գսե մի վախնա գիտես ինչու իմ շինածիս Ես դան մեջ մի քանի բաներ ունիմ, որ իմ ցերկովը շինած եմ, լավ հոգ կդանիմ։ Գքուրքուրամ, գմակրեմ, եթե ավրվավ գնորոքեմ։ Իսկ ինչ որ դուրսեն արած եմ, հինցավ կթապեմ նորը գառնեմ։ Աստված մեզ շինեց, մեզ ստեղծեց, մեր մարմին անդամները, փչիչները, քովի փերավ, մեզի հոգ պիտանի եւ ինքը անալսեմ իր պատասխանատվությունն է մեզի հոգալը մեզ շինելը բայց չի բավերանի գա երկրորդ բաժար առաջին բաժարը որ ինչ շինեց երկրորդը նույն հատվածի մեջ գսե եւ հիմա ով Հակոբ քեզ ստեղծողը ու ով Իսրայել քեզ սեվագերբող դեր այսպես գսե մի վախնար վասնզի ես քեզ բրգեցի ինչս է բրգել բրգել իմաստունի որ գվաջարի տրամով քինով ծախս մգնե առնելու Աստված իրավունք ունի մեր սեփականությանը որ մեզ շինեց բայց չի բավերանի գա իր ապրանքին համար քին վճարեց որ նորեն ինք մեզ ինքն համար ստանա հետաքրքիր է որ մենք Աստված մեզ ստեղծեց մեզ հետ հարաբերություն ունենալու բայց ինչ չրինք մենք Գրնակ դարձուցինք Աստծո եւ հերացանք։ Սատանան ալ եկավ
մեզ արավ եւ իրեն քերի արավ, իրեն ծառա արավ, մեղքի ծառա արավ, Աստծո սիրտը նեղվեցավ։ Սա աս իմ ապրանքն է, աս իմն է։ Ես շինեցի։ Եվ այնքան արժեքավոր ես թուն, եւ ես ամենան արժեքավոր գոհարներեն, քարերեն, աթամատներեն ավելի, որ ինք հոժարեցավ մեծ քին վճարել իր շինած, ստեղծած ապրանքը նորեն ցեր կառնել։ Եվ այդպես ալ ըրավ։ Եփեսացիս Եփեսացիս առաջին գլխուն 7-րդ համար գսե որով փրկություն ունենք մենք իր արյանը միջոցով մեղքի թողություն իր շնորհքին ջոխությանը չափովը եւ առաջին Պետրոս 1:18 Առաջին Պետրոս 1:18 Գիտնալով որ դուք ոչ թե աբագանացու արծաթով կամ ոսկիով փրկվեցաք ձեր հայրերեն ավանդված ունայն ճամփաներեն հաբա Քրիստոսի բադվական արյունով որբեսի անփից ու անարատ քարիմը Ուրեմն Աստված որ մեզ ստեղծեց եւ ինք իրավունք ունի այդ սեփականությանը անոր վրա թանկագին քին վճարեց իր արյունը տվավ որբեսի յետ մեզի ունենա բզիկ երեխա մգար հերու քյուղերը չեմ գիտե գերեւի աս լսածը լալու եք աս բակմությունը իր հայրը ադաղցակորձ էր փայդեր շատ ուներ դունը եւ ուրեմն փայդերեն մեկը արավ հորը հրամանով եւ կորձիկները հորը կորձածես եւ բզիկ անուշի քեղեցիկ նավակ մշինեց եւ իր դանը մոդիկ բզիկ արվակ մգար որ ադենը մկերտար այդ նավակը ճուրի վրա գտներ ճուրը գերտարի կնալ յետևեն հետո կարներ այդ նավակը յետ գբերեր դանը մոտ յետ գտներ ու գամած գերտար եւ անալսեմ որ աս երեխան բավական ժամանակ տրավ օրեր տրավ ներգեց ըրավ շատ ցերքին կորձն եկնա շատ ուրախացավ օրմը անցրևի օրեր եկան եւ բաղ եղավ եւ առատ անցրև անցրևները գեցան ցույները եւ այլն եւ հիմա դղան սա այսօր լավ է երթամ նորեն տնեմ նավս աչուրին վրա նորեն տրավ բայց այս անգամ հոսանքը շատ զորավոր էր տարավ նավը եւ չգրծավ հետևիլ եւ գործվավ օրեր յետ դերևս մի քանի շաբաթ յետ իր հորը հետ քաղաքը գիշնե հայրը քնումներ ունի ընելիք նավակը գտեսնե խանութի մեջ որ հին բաներ գծախե կորցածված գսե ասիմ նավն է գսե ներսը գմնե երեխան մարդը գսե այո սես անի իմ նավն է ես շինած եմ ասի իմն է հաջիս ինձի գուդաս չէ ասոր քինը ասե կոմարը գպերես կարնես բայց շունիմ գներես չիգա կրբանը գնայի բավարար չէ գերտադուն իր հորը համար մի քանի կորձեր գնե մի քանի օր մեկ շաբաթ մի եւ այլն քիչ մտրամ գահավաք է նորեն ու կահաչոր շաբաթ իր հորը հետ եւ այդ խանութը գերտա այդ հույսով որ նավը հոն է եւ գտեսնե նավը հոն գերտա եւ գուդա եւ իր նավը որ շիներ է յետ կստանա դες ինչ ուրախություն էր այդ երեխային համար իր շինած նավը թրամով նորեն արավ Աստված քինը վճարեց քո եւ իմ համար հիմա մենք իրեն կպատկանենք մենք իրն ենք եւ իր պատասխանատվությունն է մեզի հոգալու մեզի մեր պետքերը լեցնելու եւ անոր համար գսե մի վախնար ինչու որով
ինք մեզ ստեղծեց եւ ինք մեզ փրկեց, քին տվավ եւ ուրեմն ապահով ցերկերու մեջ ենք։ Երբ որ ես այս համարը գարտամ քեզի, բիդի գարտամ, թեև հայրենը քիչ ու դարբեր է հասկանամ, բայց եթե գրնաս պատկերացնել մտքիդ մեջ աս քրվածքը, ինչ պատկեր գուքա մտքիդ մեջ, ինչ գրնաս նկարագրել, այսպես կսե Աստծո խոսքը։ Եսայի 41:10-13 Ես գարտամ տուն Երևակայ է։ Մի վախնար, քանզի ես քեզի հետ եմ, մի զարհուրիր, վասնզի ես քո Աստվածդ եմ, քեզ պիտի զորացնեմ ու քեզի օգնություն պիտի անեմ ու իմ արդարությանս աչովը քեզ պիտի բռնեմ, քանզի ես քո դեր Աստվածդ եմ, որ քո աչ ցերքետ գբռնեմ ու քեզի գսեմ մի վախնար, ես քեզի օգնություն կնեմ։ Ինչ կնաս պատկերացնել։ Հայրը 2 տարեկան երեխայի ես քո ցերքետ պիտի բռնեմ ու քեզ պիտի դանեմ ու քեզ պիտի հոգամ ու քեզ պիտի բահեմ։ Մենք մեր երեխաներուն 2 տարեկան անանք չենք կներ, գտողնենք ջամփան թողերտա, ոչ։ Աստված մեր ցերքեն գբռնե, մեզ գարաշնորթե, եւ որ վտանգ մգա մեզ գբահե։ Եվ իմ դպավորությանս մեջ ասե, ինչպես ջուդիկը, բստիկ հավու ցակը, ինչ է ջուդիկ է, չէ՞։ Հոս որ գտնես, ասանք կհոգաս, կամած կտբնաս, կամած կպրնես, զորավոր կպրնես, կխեղդվի։ Ոտքերը մեջը, տունա ցերքդ վրան, ասանք կդանիս ու գբերես, ճիշտ անանք Աստված իր ցերքերու մեջ, քեզ եւ զիս գբահե։ Դուք համոզված եք ադոր, կհավատաք այս ճշմարտության։ Հարցումս ասե, եթե այդպես է, ինչու գվախնանք։ Ինչու գվախնանք, ինչու սարսափի մեջ գինանք, շատ անգամ ես ան մեջը։ Ինչու։ Եթե Աստված ամենակարող, ամենակետ, ամենուրեկ է, եւ առանց իր հրամանին դերևը չշարժիր։ Գիտենք ասոնք, գիտենք շատ բաներ գիտենք, բայց երբ որ անագնգալը բադահի, ինչու սարսափի գմատնվինք, այդպիսի վախը, որ ռոբեմը, ժամը, օրը չէ, օրեր, շաբաթներ, ամիսներ, միջև որ մենք anxiety, depression ունենանք, հուսախաբություն ունենանք, չենք ուզեր մեգումը դեսնել, չենք ուզեր մեգումը հետ խոսիլ, աշխարհը զզված, ինչու այդ վիճակի մեջ գինանք։ Սետրակ Միսակ Աբեդնագովի պատմությունը գիտեք, չէ՞։ Ինչպես Աստված գրակի հնոցին մեջեն իրենց ազատեց, չէ՞։ Ասոնք առաջ որ աս հարցումը հարցնեմ, Աստված իրենց ազատեց եւ նպատակ ուներ իրենց համար։ Դանիել, որ արիզներու քուպը նետվեցավ։ Աստված իրեն հետ էր եւ իրեն ազատեց, ադվտանքեն եւ նպատակ ուներ իրեն համար։ Հովսեփ աչոր արանչուրի չոր հորի մեջ նետվեցավ, ընտանիքեն հերացավ, հետո ծախվեցավ, բայց Աստված իրեն հետ էր եւ Աստված իրեն բահեց։ Բողոս եւ Շիղա փանդին մեջ հրաշագործություն եղավ, Աստված իրենց հետ էր, Աստված իրենց բահեց եւ իրենց համար նպատակ ուներ։ Արդյոք աս անձերը, աս օրինակները, որ գսեմ, ցավ չսկացին։ Սկացին ցավ։ Գրագի դակությունը սկացին։ Արույզը հոներ, վախը հոներ, ներկա էր։ Անանք չէր որ Դանիել չի տեսավ արույզը։ Արույզը հոներ։ Հոսեփ առանցին չեն գիտեր որ շատ մեծ էր աչր հորը։ Հոներ առանցության մեջ, վախի մեջ, Բողոս Շիղա
Ցավն ալսկացին, դակությունն ալսկացին, գրագին թերևս գայձերն ալ վրանին եկան, բայց իրենք ապահով էին, ինչու, ինչ է կախնիկը։ Իրենց աչքերը շեղեցին Աստծո վրա եւ վստահեցան Աստծո այդ դակնաբի մեջ, այդ վիճակի մեջ, այդ գացության մեջ։ Ինչ որ ալեր, իրենք իրենց միտքը ուղեցին Աստծո վրա, ոչ թե գացության վրա, ոչ թե բարակաների վրա, հապա Աստծո վրա։ Ուրիշ օրինակը Պետրոսի մասին գիտենք, չէ՞։ Մատթեոս ավետարանի մեջ Մատթեոս 14 Պետրոս ճորին վրային քալեց, չէ՞։ Քալեց, գրծավ քալել։ Բայց ինգա վերջը, ինչու ինգա։ Ուրեմն Մատթեոս 14-րդ գլխուն 28-րդ համարը գսե Պետրոս պատասխան տվավ անորուսավ դեր եթե տունես հրաման ըրե ինձի որ քեզի կամ ճուրերում վրային անալսավ եկուր Հիսուս այսինքն պատասխան տվավ Պետրոս ալ նավեն իջավ ճուրերում վրային քալեց որբեսի Հիսուսի քով երթա ինչ եղավ որ ինգավ բայց հովս սաստիկ տեսնելով ինչ ըրավ եւ որ գքալեր Հիսուսի գնայեր Հիսուսի մոտ գոմը գերտար բայց աչքերը ուղեց հովերուն նայեցավ գացությանը նայեցավ բարականերուն իր ուշադրությունը բարակային վրան էր իր ուշադրությունը իր մտայնությունը Հիսուսեն շեղեց եւ բարակային նայեցավ սարսափ ու վախ եղավ եւ ինգավ այդպես եղավ ինք Պետրոս այն ժամուն որ աչքերը Քրիստոսե հերացուց ինգավ ինչ եղավ anxiety գուկա, panic գուկա, սարսափ գուկա, հուսախապություն գուկա, ինչու որովհետև իր աչքերը, իր ուշադրությունը Քրիստոսի վրային հանեց։ Նայր ես չեմ ասեր որ երբ որ անագնգալ լուր մգարնենք, նորմալ է որ շոկ մը ունենանք, մեկ անգամ են վախ ունենանք, վայ ինչ եղավ եւ այլն նորմալ է հասկանալի է մեկ անգամ են լուր գցնցե մեզ բայց երբ շաբաթներ գանցնի ամիսներ գանցնի դերևս դարիմը երկու եւ այդ վիճակի մեջ այդ դարագուսանքի մեջ այդ վախի մեջ կրնամ իմ մասնական փորձառությունս ինձի բադահած է անոր համար գսեմ ինձի բադահած է ասկե 6 տարիներ առաջ եւ որ ես անագնգալ կորձեն ելա ինձ հանեցին, ոչ թե ես էլա, եթե ես էլ էի, անագնգալ չեր լար երևի, ինձ հանեցին, մեկ տարի կորչուն էի, շատ ծախող վիճակի մեջ էի, ոչ թե միան գսկայի, էի, և ուրեմն, բավական մտքով, գրնամ ասել, depressed էի, շատ նեղություններու մեջ էի, Եվ գրնամ անոր գողքին այնքան anxiety ունեցա, որ շտաբ ambulance, շտաբ օգնություն պետք երկար, որ դե blood pressure-ս ինչ եղավ ինձ, գիտեք, մի քանի անգամներ, ընտանիքով նստած էի, ժամանակ ունինք, նստած էի հաջորդ օրը պատկան պիտի դամ ես գիրագի առավոտուն շաբաթ օրեր գինսոներ եւ այլն կխոսեինք ընտանիքում նույնը չեմ հիշեր չեմ գիտեր ինչ է ես սկսա խնդալու կարծես է ձղելի բամը գար խոսակցություն գար բայց աչաբա խնդալիկ բամը չգար ես սկսա խնդալու չեմ գնար գնալ Զավակները սկսեն նորմալ չէ
հատկե վերջը սկսալ լալու։ Իմ blood pressure-ից նայեցան, որ 200 պամն էր։ Ջնշումը, այո, ջնշումը։ Ինչու, որովհետև ես իմ աչքերս շեղած էի Քրիստոսե։ Որովհետև իմ բարակայիս վիճակիս կնայեի եւ գսեի, որ ասոր մեջ են գարելի չէ, որ ելեմ։ Բայց ես իմ դերս չեմ։ Աստված է, որ ինձ շինեց եւ ինձ բրգեց։ Ես չի վստահեցա Աստծո։ Ես իմ բարակայիս վիճակիս նայելով ասի անբիսի կողիատ մնե, որ Դավիթն անգամ չի գրնար հաղթել։ Մա։ Երիկովի բادرը ասիգա Երիկովի բادرեն դաստաբադիկ հսկա ու մեծ չեն գրնար փլիլ, եթե 70 անգամ ալ եթե դառնան օրական։ Բայց Աստված ինչ կսե առաջին Կորինթացիս 10-րդ գլխուն 13 համար գսե Աստված չարդոներ չի ցկեր որ ծեր գարողութենեն ավելի փորձվիկ։ Հաբա եթե դու նույնիսկ եթե փորձվիկ ծեր գարողությանը սահմանին մեջ է առավել ինք ցեզի ազատելու միջոց պիտի դա։ Նայեցեք մենք բոլորս պիտի փորձվենք նեղություն պիտի ունենանք, բայց այդ բոլորը մեր գարողությանը սահմաններու մեջ է եւ չի մոռանանք որ Աստված մեզ ինչ ըրած է մեր ցերքեն գբռնե ու մեզ հետ գկալե միջև որ աբահով հասնենք։ Շատ անգամ գմոռանք, չէ՞, Աստծո խոստումները։ Եվ որ նեղության մեջ ենք խոստումները չենք մոռնար, չենք հիշեր, իսկ եթե հիշելու լանք, գսենք ասի մեզի համար չէ, իրական չէ, մեր սրտին չի խոսի, որովհետև այնքան ճշշված ենք։ Նայեցեք, մենք պետք է մեր աչքերը Քրիստոսին նայենք, ինչպես կրանք մեր աչքերը Քրիստոսին նայել, Քրիստոս ուր է չեն տեսան, ինձ գրնասությունը Քրիստոս, որ նային։ Ինչպես կրանք մենք Քրիստոսի մեր աչքերը դնգել, առաջինը ասիգա է, որ հիշենք անոր խոստումները։ Հիշենք ինչ որ հիմա որ սորվեցանք, տեսանք մի քանի անգամներ, որ գսե մի վախնար, ես քեզի եթե մի վախնար, հիշենք եւ շարունակ մեր սորված համարները հիշենք եւ մտածենք ու meditate մտածենք անոր մասին որ մեզ քաչալերե, մեզ հորթորե չմոռնանք անոր խոստումները։ Սաղմոս 56:34 նաև գսե իմ վախցած օրս քեզի պիտի հուսամ։ Աստծով պիտի կովեմ իր խոսքը, Աստծո կհուսամ, պիտի չվախնամ, մարմինը ինձի ինչ կրնա անել։ Երկրորդ բանը անիգա է որ մենք անոր պետք է վստահենք, Աստծո խոստումները հիշենք եւ մենք անոր վստահենք։ Բայց Աստծո խոսքը պետք է գարտանք, որ մեզ հիշեցնե եւ Սուրբ Օքին մեզ գօգնե հիշեցնելու եւ անոր վստահելու, Աստծո վստահելու։ Երրորդ բանը, որ մենք պետք է ունենք սիրելիներ, ինչ։ Փիլիպպեցիս 4:6-7-ը ինչ կսե։ Հոգմի մեր բանի համար, հաբա ինչ որ եք ու պետք է խնդրանքով ու աղաչանքով Աստծո դար, վստահենք Աստծո, հիշենք Աստծո խոսումները, եւ որ նեղության մեջ ենք, ոչ թե հոսոն թիմենք, Աստծո թիմենք։ Եվ ինք խաղաղության Աստված ամբիսի խաղաղությունը պիտի դա մեզի, որ մարդու պետք է վեր է անհասկանալի, իրեն վստահենք։ Նաև ինչ կսե Աստծո խոսքը, պետք է քաչալերվենք Աստծո խոսքովը, Սաղմոս 119:165, Սաղմոս 119:165, այսպես կսե։ Բիդի վերջացնեմ, քրեթե վերջացած են եղբայրներ եւ քույրեր։ 169 եւ 165։ Քո օրենքը ծիրողներուն շատ խաղաղություն կա ու անոնց քայտագություն չլար։ Եվ որ մենք Աստծո խոսքը գարտանք, անոր վստահենք, իր խոստումները հիշենք
եւ աղոթքով մեր խնդրվածքը աղաչանքը Աստծո դանք, այդ օրը այն ադեն Աստված մեր սրտերը պիտի խաղաղ բահե։ Պետք է թուն եւ ես ինչ անենք, ոչ թե գետրոնանանք բարակային վրա, կամ գացությանը մեջ որենք, հաբա Աստծո նայենք, Քրիստոսի նայենք։ Այսօր հետ մեկտեղ նաև գկաչալերեն, որ բոլորս ալ ինչ ենք, մեր հաղորդակցությունը, հոգևոր հաղորդակցությունը քույրերու եղբայրներու հետ չի ցկենք իրարու հետ, որովհետև Աստված եկեղեցին թրած է ինչի համար։ Մեկս մուսին վերցնելու, չէ՞։ Ես քեզի չեմ գնար օգտագարելալ, ոչ ալ թուն ինձի, ես չեմ գնար ինգածը վերցնել, նեղության մեջ եղողներուն օգնել, եթե մենք եկեղեցի չունենանք, չի հավաքվին քոկովի չկանք։ Ադորամար կարևոր է։ Ես կրնամ ես Աստծո խոսքը դունը մինակ առանցին գարտալ աղոթք կսնել, բայց իրարու օրինակը լալ առանցին չեմ գնարալ։ Իրար քաչալերել առանցին չեմ գնարնել։ Ինգածին ոտքի հանել առանցին չեմ գնարնել։ Իսկ եթե ես ինգանձեմ ուրիշը ինձի ոտքի չի գնար հանել։ Ադորամար Աստվածի եկեղեցի տրավ։ Ինչու՞։ Որ մեկս մույսին օգնենք ու քաչալերենք, եկեղեցի քալը, հաջախելը, հոգևոր հաղորդակցությունը երբեք չի մոռնալ։ Նայր գախարտական փայտիկներ կան, չէ՞, անգլերեն ասենք magic one, որ գտնաս բան մգլա։ Այս վախի հարցը գախարտական փայտիկ մչի գավոր, գտնաս ու վախը գերտա։ Կորձ պետք է։ Ինչ է կորձը։ Ինչ որ ասի հիմա։ Աստծո խոստումները պիտի հիշենք, անոր պիտի վստահենք, Աստծո խոսքը պիտի գարտանք հարադե, որ դա մեզի խաղաղություն, պիտի մեր հոգևոր հաղորդակցությունը չի թատրեցնենք եւ նաեւ աղոթքով, աղաչանքով մեր պետքերը Աստծո հանձնենք։ Առաջին Հովաննու 4-րդ գլխուն 18-րդ համար, առաջին Հովաննու 4-րդ գլխուն 18-րդ համար, թե գրնամն է վերջացնել այդ բանով։ Առաջին Հովաննու 4-րդ գլխուն 18-ը սիրո մեջ վախ չկա։ Հաբագադարյա սերը վախը մեկտի գծկե, վասնզի վախը դանչանքի ենթակա է, ուստի ան որ գվախնա սիրո մեջ գադարյալ չէ։ Ինչ էսել է։ Ան որ վախ ունի, ես վախ ունեի։ Ես կրնամ ասել, որ գուցե իմ սերս բաղած էր Քրիստոսե։ Գուցե իմ աչքերս քիչ շեղված էր Քրիստոսե։ Գուցե ես ուրիշ բաներով սպաղեի, քան հոգևոր բաներով։ Սիրելիներ, երբ որ վախ կա մեր մեջը, ոչ թե որ անագնգալ լուրը գլսենք, ռոբեի համար, ժամի համար շոկ կունենանք եւ անոր մասին չեմ խոսի, հաբա երբ որ շաբաթներ ու ամիսներ ու տարիմը եւ այլն դերմը գուկա որ հուսախապ վիճակի մեջ ենք, panic anxiety կհասկանաք կարծեմ, չէ՞։ Այո։ Եվ որ այդ վիճակի մեջ ենք, պետք է մենք անդրադառնանք եւ ընդունենք, որ մենք շեղած ենք Քրիստոսե եւ այդ գադարյալ սերեն բացած ենք։ Ետ դառնալու ենք Տեր Հիսուս Քրիստոսի եւ Աստված մեզի խոստում գուտա։ Ինչու՞։ Որովհետև ինք մեզ ստեղծեց եւ որովհետև ինք մեզ փրկեց եւ ինք պատասխանատվություն ունի մեր վրա հոգալու, մեզ բահելու, պաշտպանելու, որով մենք իրեն կպատկանենք։ Ինք իրավունք ունի մեր սեփականությանը եւ անոր համար է, որ գսե եւ հիմա ով Ռաֆի, եւ հիմա ով Մարդուն, եւ հիմա ով Սիրելի եղբայր Հայկ, եւ ով որ ես քու անունդ մեջը տիր։ Հիմա եւ հիմա ով քեզ ստեղծողը ու ով անունը տիր քեզ ցեվագերբող դերը այսպես կսե մի վախնար վասնզի ես քեզ փրկեցի
Քեզ քու անունովդ կանչեցի, դու իմս ես։ Քու անունովդ կանչեցի, գիտես ինչ նշանակություն ունի։ Մենք հաջող մարդիկ գճանշնանք, չէ՞։ Օրինակ, մարդունը ինձի մեգումը մասին գսե, եւ ես գիմանամ մարդուն մասին։ Գիմանամ, որ օրինակ Սուրեն եղբայրը ով եղած է կամ ով է, իր մասին գիտեմ։ Բայց ես իրեն չեմ ճանչնար։ Իր մասին գիտեմ։ Աստված մեզի այդպես չգիտեր, որ կարծես ուրիշը մեր մասին լսած է։ Ոչ։ Մեզի հատուկ անհատական երբով մեզ գճանչնա, մեր ներսի մարդը գճանչնա, մեր միտքը գիտե, քեզ մե եւ ինձ մե լավ մեզ գճանչնա։ Անանք չէ որ միան ես քո մասին գիտեմ, դու իմ մասից գիտես, բայց մոդիկ մդերիմ հարաբերություն չունենք, Աստված մոդիկ կեն քեզ գճանչնա։ Վստահինք անոր, հենինք անոր, հուսանք անոր, եւ որ կսկաս եւ ատսկացումները վախի գունենաս, որ քեզի անառողջ վախի, որ քեզի սարսափի, հուսախապության, panic-ի, anxiety-ի գտանի, իմացիր, ընդունիր, որ շեղած ես Քրիստոսի հերացած, ետ ուղե աչքերդ Հիսուսի։ Բայց գիտես ինչ, եթե վերստին ծնունդ չունիս, եթե Աստծո զավակ չես, եթե դու 100% վստահությունը չունիս, որ դու Հիսուսը ընդունել ես իբր քո անձնական բրգիչդ, մի չի գրնաս Աստծո վստահիլ։ Սուրբ Օքինա քեզ պիտի չօգնե։ Ուրեմն հարցումը քեզի հիմա որ հոսես, դու 100% վստահես, որ Աստծո զավակ ես։ Հիսուսը ընդունած ես դու իբր քո անձնական բրգիչը։ Եթե ոչ գրոնական ձեսական բան մնե, եկեղեցի գուկաս, եկեղեցի գերտաս, լավ է որ գուկաս գերտաս, շարնագե, բայց անի քեզի Աստծո զավակ չներ։ Հաբա դու անձնապես Հիսուսը ընդունելի ես։ Եթե չես ընդունած, այդ պետք է անես։ Հիսուս Հովանու ավետարան առաջին գլխուն 12-րդ համար գսե Հիսուս իրեններուն եկավ, բայց իրենները զինք չընդունեցին։ Բայց որոնք որ զինք ընդունեցին, անոնց իշխանություն տվավ Աստծո որդիներ գոչվելու։ Ընդունած ես Հիսուսը։ Եթե Հիսուսը ընդունած ես, ուրեմն ետ դարձուր աչքերդ Քրիստոսի վրա, հիշե այս համարները, ապահով ցերկերու մեջ ես, ինք ոչ թե միան քեզ ստեղծած է, հաբա եթե որ իրեն զավակ ես քեզ բրգած է, եւ իրեն կպատկանիս, եւ իր պատասխանատվությունը քեզի հոգալու ու բահելու։ Դերը քեզ օրն է, ու բահե ու պաշտպանե։ Ամեն։ Աղոթենք, մեր երկնավոր Հայրը, շնորհակալ ենք քեզի։ Ode որքան շնորհակալ ենք քո խոստումներուդ համար։ Նորեն ու նորեն կխնդրեմ հիշեցուր մեզի Սուրբ Օքիովդ այդ խոստումները եւ օգնե մեզի քեզի վստահենք, քեզի հուսանք եւ մեր չորս կողմը բարականերու վիճակներուն չնայինք, մեր աչքերը ուղենք քու վրա դոդեր եւ ով ասված եւ որ մենք կանտրատարնանք վախի, սարսափի, հուսախապության, panic-ի, anxiety-ի մեջ ենք, ընդունենք մեր սխալը, խոստովանենք, նորեն քեզի կանք, ով դեր օգնական եղիր մեզի։ Քաչալերե մեզի Սուրբ Օքիովդ, առաջնորդե մեզի Սուրբ Օքիովդ, ով ասված, եւ նորեն ու նորեն եւ ալավելի քեզի մոդի գլանք։ Մեզ օրն է, Տեր Հիսուսի անունով գխնդրեմ։ Ամեն։